Սիրելի ընկերներ, մենք դեռևս մինչ ընտրությունները ասում էինք, որ սա պարզապես քաղաքական պայքար չէ, սա պարզապես ընտրություն չէ, պարզապես քվեստանալու մասին չի խոսքը։ Խոսքը այն մասին, արդյոք Հայաստանը մնում է հայկական, թե Հայաստանը ադրբեջանականացվում է։ Եվ այսօր ընդամենը մի քանի օր հետո, ընտրություններից ընդամենը հաշված օրեր հետո, ինչպես նշեց պարոն Էդգար Ղազարյան, առաջին պաշտոնական այցը Հայաստան իրականացնում է ադրբեջանցի պաշտոնյան։ Այն Ադրբեջանը, որը որ էթնիկ զտում է արել Արցախում ու մինչ օրս հերքում է դա ու մինչ օրս Արցախը մնում է հայաթափված։ Այն Ադրբեջանը, ով որ մորթում էր հայերին ջերմուկում։ Այն Ադրբեջանը, որ հերքում է ամեն ինչ արածը հայ ժողովրդի նկատմամբ։ Սա այն ամենը, ինչի մասին, որ մենք խոսում էինք մինչև ընտրությունները եւ այսօր մենք տեսնում ենք ինչ է տեղի ունենում ընդամենը մի քանի օր հետո։ Այսօր հիմա այս շենքում ոչ թե 1, 2, 10 տիակ ձայների մասին է գնում քվեարկության, այլ խոսքը գնում է այն մասին, թե Հայաստանում հայը լինելու է պաշտպանված թե ոչ, հայի իրավունքները լինելու են պաշտպանված թե ոչ։ Չգիտեմ այս շենքում գտնվողները հիմա այսօր որ գնան իրենց տուն, ինչ խղճով են գնալու, ինչ խղճով են իրենց երեխաների աչքին նայելու, ասելու, որ կատարում են պարզապես Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Դա, գիտեք, ինչպես նշել եմ, խղճի եւ ինքները իրենց առջև արդար լինելու հարց է։ Մենք ինքներս ենք ականատես եղել, թե ինչ ընտրախախտումներ են տեղի ունեցել։ Այդ ընտրախախտումները ոչ թե պարզապես պատահականություն էին, անփութություն էին, այլ համակարգված ընտրախախտումներ էին, որը որ ամբողջ ժողովուրդը տեսել է, հայ ժողովուրդը տեսել է, ականատես է եղել եւ մենք պահանջում ենք, որպեսզի այս ընտրությունները համարվեն չեղարկված եւ լինեն նոր ընտրություններ։ Սա հայ ժողովրդի պահանջն է։ Եվ վերջում, սիրելի ժողովուրդ, մենք տեր ենք ձեր տված յուրաքանչյուր հատիկ ձայնին։ Ինքս մասնակցել եմ հաշվարկին հունիսի 7-ից 8 գիշերը, լույս գիշերը, եւ մեկ ձայնի համար 2 անգամ պահանջել եմ վերահաշվարկ, որովհետեւ եթե այդ մարդը Հայաստանի քաղաքացին գնացել է ընտրության այդ օրը, որպեսզի իր ձայնը տա իր պատկերացրած Հայաստանի համար, մենք որպես պատասխանատուներ իրավունք չունենք այդ մարդու ձայնը անտեսելու։ Յուրաքանչյուր քաղաքացու ձայն մեզ համար կարևոր է եւ մենք տեր ենք կանգնելու յուրաքանչյուր քաղաքացու տված ձայնի։ Շնորհակալություն։